Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը կալանքի տակ է գտնվում եւ որի լիազորությունները կասեցված են, նոր մեղադրանք է ներկայացվել նոր քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթը վերաբերում է Ղուկասյանի հրապարակային կոչին, ուղղված Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն։ Վարույթի հիմքում համայնքի ղեկավարի հարցազրույցներն են, որոնք նա տվել է սեպտեմբերի 16-ին եւ 23-ին։ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը պատասխանելով լրագրողների հարցերին հրապարակայնորեն կոչ է արել հրաժարվել ՀՀ ինքնիշխանությունից եւ կողմնորոշվել կամ Թուրքի կողմն ենք անցնելու կամ Ռուսի կողմն ենք անցնելու, որից հետո վերջինս նաեւ հորդորել է այդ կապակցությամբ վերջնական կողմնորոշվենք։ Այսօր հարցը դրել են կամ պետք է այստեղ լինի ռուսը կամ պետք է լինի թուրքը։ Ով հիմա դա դուք էլ բոլորը ուրեմն բան աղեք, ոնց ապրիդիլիտ եղեք, էլի այդպես ասեմ ձեզ։ Հիմա կամ Թուրքի կողմն է կողմնորոշվեք, կամ Թուրքի կողմն է, կամ Ռուսի հետ պետք է գնաք։ Մեկ շաբաթ անց 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Վարդան Ղուկասյանը կրկին պատասխանելով լրագրողների հարցերին չի երգել հրապարակայնորեն կոչ կատարելու հանգամանքը, ավելին լրագրողի կողմից իրեն ուղիղ հարցինի պատասխան նշել է, որ այո, դա իր ցանկությունն է եւ Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Այո, ես իմ ցանկությունն է դա, որ միություն կազմենք։ Ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, ամբողջ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բա Հայաստան իրանից ինչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Բայց անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ բան կասի, ուրեմն ես իրան կասեմ թուրքա հբադակ շան տղա։ Հսկող դատախազը բավարարել է քննիչի միջնորդությունը։ Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ։ Արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափը 5 տարի ազատազրկումն է։ Գյումրու համայնքապետի պաշտպանական թիմը համարում է, որ նրա նկատմամբ նոր քրեական հետապնդումը որևէ աղերս չունի մեջբերված հոդվածի հետ եւ քաղաքական հետապնդում է։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը օգտվելով իր հիմնարար իրավունքից ընդամենը կարծիք է արտահայտել համեմատություն անելով աշխարհի այլ պետությունների կողմից միմյանց հետ փոխադարձ ընդունելի միություն կազմելու վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանը իր խոսքում մի քանի անգամ ընդգծել է, որ դա անհրաժեշտ է անել Հայաստանի Հանրապետության անկախ պետականությունը պաշտպանելով եւ այն պաշտպանելու համար։ Նրա խոսքը հասանելի է համացանցում, այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունները նույնպես պետք է վկայեն հանցագործության մասին։ Ավելին, Հայաստանը արդեն իսկ անդամ է մի շարք միությունների, որոնց թվում են ՀԱՊԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ կազմակերպություններ։ Քննչական կոմիտեն ինչպես է տարբերակել ու ինչպես է հիմնավորում, որ Ղուկասյանի հայտարարությունը հենց կոչ է, ոչ թե կարծիք։ Գագիկ Առաքելյանը նշում է, որպես բուն ասելիք դիտարկում են առաջին հարցազրույցում արված հայտարարությունը Ռուսաստանին միանալու մասին, իսկ արդեն երկրորդում ասվածը առաջինի հնարավոր ազդեցությունն ու հետևանքները մեղմելու փորձ։ Երբ դու կոչ արեցիր էական չի մի շաբաթ հետո ինչ կասես, արդեն իսկ մի անգամ կոչ արել ես, մի շաբաթ առաջ կոչ արել ես ու դրանով իսկ հանցագործությունը ավարտված է համարվում։ Վարդան Ղուկասյանը երկամսյա կալանքի տակ է հոկտեմբերի 21-ից հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով։ Աննա Զախարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։